Ժողովուրդ օրաթերթը գրում է բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Ամերիկա բնակ հրեա հայտնի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի խոսքերը 3 ժամեր շարունակ իշխող ԿՊԱ-ականները շրջանառում էին, իրավապահներին փաստացի հրահանգելով կալանավորել փաստաբանին։ Իսկ ինչ էր ասում ամերիկացի փաստաբանը։ Հայաստանի նկատմամբ հարձակում են գործելու ամեն օր մինչև Սամվել Կարապետյանին ազատ չարձակեն։ Իշխանական շրջանակները խնդիր են դրել իրենց նոր թիրախին կալանքի տանել։ Թեև փաստաբանը հետագայում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է միջազգային իրավական ու քաղաքական ճնշման գործիքներին, ոչ թե ֆիզիկական գործողություններին, սակայն քաղաքացիական պայմանագրի падգամավորներն ու նրանց հարող հասարակական կազմակերպությունները մեկնաբանել են արտահայտությունը որպես հակապետական սպառնալիք։ Թերթի տեղեկություններով իշխանական շրջանակներում արդեն քննարկվում է Ռոբերտ Ամստերդամի գործունեությունը սահմանափակելու հարցը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը որպես կանոն տարբեր համայնքներում թեկնածուներ է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կմիանան քաղաքացիական պայմանագրին, օգնելով, որ մեծամասնության քվենջ ստացած քաղաքացիական պայմանագիրը համայնքում իշխանություն ձևավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։ Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ է մտցրել տեղի գործարար, կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի Ազատ դեմոկրատներ կուսակցության ցուցակով։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ամիսներ շարունակ եթեր չհեռարձակվող Երկիր մեդիա հեռուստաընկերությունը շուտով կրկին կվերսկսի աշխատանքները, ամենայն հավանականությամբ նոյեմբերից։ Հեռուստադիտողին այն հասանելի կդառնա կաբելային հեռարձակման միջոցով, քանի որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հեռուստաընկերությանը 1 տարի առաջ զրկել է հեռուստաեթերից։ Երկիր մեդիայի վերահեռարձակման նախաձեռնությունը ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին է։ Հավանաբար ընտրություններին ընդառաջ դաշնակցականները փորձում են քարոզչական հարթակ ստեղծել իրենց համար։ Կփոխվի նաև ղեկավար կազմը, նախկին տնօրեն Բագրատ Եսայանից դժգոհ են, հեռուստաընկերության տնօրինությունը կստանձնի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Արտակ Սարգսյանը, լուրերի բաժնի խմբագիր կնշանակվի Երկիրի կայքի խմբագիր Վահե Սարգսյանը։ Գրում է թերթը։ Հրապարակ թերթը գրում է ազգային ժողովի ԿՊԱ-ական падգամավորները կմեկնեն Թուրքիա։ Ազգային ժողովի նախագահը ստորագրել է կարգադրություն ԵՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքների մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-ից 20-ը Ստամբուլ գործուղել ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի Հակոբյանին։ Վերջինս ազգային ժողովի փոխնախագահ Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր падգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են падգամավոր Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։ Ընդ որում Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Իդեպ Գալստյանը ազգային ժողովի նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ Գրում է թերթը։